Մեր փրկին Տեր Հիսուս Քրիստոսի անով ողջունեմ ձեզ բոլորդ, որ այս քեղեցիկ օրհնյալ առավոտում Տերոջ դունը եկած ենք միասնապար զինք բաշխելու։ Հոդնգայս պիտի երկենք 459-րդ երգը։ Եկեղեցին հիմնյալ է լոկ Քրիստոսի վրա։ Եկեղեցին հիմնյալ է լոկ Քրիստոսի վրա և հավիտյան Տերոջը սիրուն է արհարգա նույն դեր որը ստեղծեց այն բերել էրնից իջավ նույն դեր Մինչ ոտքի ենք մեր փոխադարձ ընթերցումը պիտի լաթիվ 5 փարապանություն Ով իմանցս օրհնեդերը ու այն ամենը որ իմ ներսիտիս է անոր սուրբ անունը Ով իմանցս օրհնեդերը ու անոր բոլոր արարությունները որ գկավե բոլոր անօրենություններդ ու գփժշկեք ու բոլոր հիվանդություններդ Որ գլեցնեք ու ձերությունդ պարությունով ու կու մանգությունդ արձիվին բես կնորոքվի Դերը արտացուներ ու գրավուներ գնեք բոլոր սրվասներում Անիգա իր ջամփաները Մովսեսի ջանցուց ու իր կործերը Իսրայելի որդիներուն Հայրուտ ու ողորմած է Տերը և այնամիտ ու արավ ողորմությունով Անիգա մինչև վերջը չհագարագիր և հավիդյան ողջ չբահեր Անիգա մեր ներկերուն ամիման չրապնեսի ու մեր ամրություններն ամիման հարացում չրապնեսի Հաբա որ չապ որ երգինք երգրե պարծր է Այն չապ իր ողորմությունը իր մե վաղցոներուն վրա զորավոր է Որ չապ որ այրել կավարեն կենեն երգե Այն չապ երացուց մեզ մեր անցաները Ինչպես հայրը գկթա իր որդիներուն վրա, այնպես դերը գկթա իր մե վաղցոներուն վրա։
Մարդուն օրերը խոդի պես են, ինչպես թաշտի ձաղիգը, այնպես գձաղգի։ Բայց դերոջը ողորմությունը հավիդյանս հավիդենից իր մեծ վախցողներուն վրա է ու անոր արդարությունը որդվոց որդիներուն վրա։ Դերը իր աթորը երկինքի մեջ հաստատեց ու անոր թագավորությունը ամենուն վրա գդիրե։ Օրտնեցեք դերը ով անոր փոլոր զորքերը, անոր գամքը գադարող բաշտոնյաներ, անոր դերությանը ամեն դեղերուն մեջ օրտնե դերը ով իմանցս։ Դերը օրտնե իր խոսքին ընթերցումը գհրավիրեմ հովիվը, որ մեզ աուտկով դերոչկահում մոդեցն է։ Մեր ասվածը, մեր դերը, մեր ստեղծիչը գխոնարի քու արջևդ, քու մեծապարության դարջև երկյուղածությամբ կմոդենանք և դեր միապերան կեզի պարկ կուդանք, մեր շնորհակալությունները գահիտնենք այս օրհնյալ դերունական օրվան համար, որ դարձյալ մեզի շնորհ կրիր և շնորհեցիր։ Այո դեր գուքանք երկյուղածությամբ, հավատքով, նաև գուքանք ուրախությամբ, որովհետև գիտենք, որ մեր թիվին մաս կգազ մեզ խոստման համաձայն մեզի հետ ես, մեր մեջ ես մեզ օրհնելու, քաչալերելու, զորացնելու, մխիթարելու և խոսքովդ մինչ պիտի լսենք առաջնորդելու։ Փառք կուտանք դեր, այո քու ողորմություններդ, շնորհներդ անթիվ և անհամար են, բոլորին համար փառք կուտանք։ Եթե մենք ողջ ենք, դեր գաբրինք, կշնչենք, քու շնորհքիդ կբարդինք և ինչ որ ունենք մեր մեջ լավ բաներ, բոլորը քեզ մեծ է դեր։ Անորամար գուքանք խոնարհությամբ ամեն բանի առաջ քեզ կպաշտենք և դեր քողունակ սրտով մեր շնորհակալությունները կհայտնենք և գաղութենք, որ դեր այս պաշտամունքը ընդունելի լա քեզի, ըլլա որ հոգիով և ճշմարտությունով քեզ պաշտենք։ Գաղութենք դեր, որ քու խոսքդ մինչ պիտի լսենք, մեր սրտերում մեջ կործե, որպես հայելի մենք մեզ դեսնենք անոր առջև, որպես լույս մեզ առաջնորդելու, որպես մխիթարական խոսքեր, այո դեր գարիք ունենք ամենադեն, ամեն վարյան քու խոսքիդ, որովհետև դեր առանց խոսքիդ կշվարենք, առանց քու խոսքդ լսելու, պիտի մոլորինք, պիտի հերանանք քեզ մեր հավատքը պիտի դգարանա։ Ուստի ով դեր գաղութեմ, որ քու հոգիդ յուրաքանչյուրիս մեջ կործե և խոսքդ ցանվի դեր աղեք հողի մեջ, որպեսզի բդուղ դա։ Մեր նյութերուն համար գաղութենք, քեզի հայտնի են դեր հիվանդներ ունենք, որոնք մեզի սիրելի են, քեզի ալ սիրելի են, իրենց անուններով դեր շնորհացկայդ առջև կբերենք, որպեսզի ողորմիս բոլորին և բժշկես բոլորին։ Դեր հիշես սքավորներն ալ անոնցալով դեր թուն մխիթարես մանավանդ գաղութենք Ճիզմեջյան ընտանիքը իր հարազատները, որ Սուրբ Հոգիդ մխիթար է և դեր անոնք, որոնք դակավին քեզ մեհերու են, դեր այս բարական դեր զանգակ մլա, որպեսզի մարդիկ արթնան և մենք ալ որպես հավատացյալներ դեր պատրաստ լանք, որովհետև կյանքը շոքի կնմանի, բոլորս ալ գիտակից ենք, թե ճամփորդներ ենք, ուստի զգաստությամբ ապրենք։ Գաղութենք ով դեր մեր հայրենիքին համար, ողորմիս մեր ժողովրդին և հոնալ դեր քու խաղաղությամբ այցելես մարդոց ներսիտին կործե քու հոգիդ, որպեսզի դեր ըլլա վերի խավերը ըլլա բարձ մարդիկ համերաշխությամբ դեր սիրով իրարու հետ կործակցելով խաղաղության մեջ լանք։ Հիշե խրովյալ երկիրները դեր
գաղութենք որ քու խաղաղությունը դիրե հոն գտնվող մարդոց սրդերու մեջ մենք գիտենք որ քու խաղաղությունը մարդուն սիրտեն կսկսի ուստի այցելեստեր այդ երկիրներն այս բոլորը անարժանապար կխնդրենք Հիսուսի անունով ամեն Ամեն Մեր Պարապանությունը շարունակենք երկելով 471-րդ երգը Գերթամ բարդեզս առանցին Մեր հաջորդ երգը բիդելա 508-րդ երգը փորձանքներու մեջ անհամար եւ փուշերու մեջ սրածայր
Փառք այս մեծ վստահության համար, որ երբ փորձանքներու մեջ ենք, նեղություններու մեջ ենք անցինք, գիտենք, որ Տերը լուր ունի եւ գհիշե մեր վիճակին համար։ Մեր վերջին փառաբանությունը բիդելլա 171-րդ երգը «Կյանք սանցավ մեղքով անփար դավան»։ Փառք մեր Տերոջը, որ Քողքոթայի սարին վրա իր մեծ շնորհքը գդարեց մեզ ամեն մեկուն համար, եւ մեր աչքերը հաճախ ուղղելու ենք այդ Քողքոթայի վրա խաչվող փրկչին։ Այսօրվա մեր հատվածը պիտի ըլլա Ավետարան Հովանու առաջին գլուխեն եւ պիտի գարտամ 16-ին 17 համարները Ավետարան Հովանու առաջին գլուխ 16-ին 17 Արաքյալը Տեր Հիսուսի ասվածությունը գահիտնե այդպես կսկսի եւ 16-րդ համարը գսե եւ անոր լեցունութենեն մենք ամենս շնորհք արինք շնորհքի դեղ վասնզի օրենքը Մովսեսի ցերկով դրվեցավ բայց շնորհքը ու ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի ցերկով եղան նույնպես պիտելլա Աստուծո լիարատ շնորհքը մեր Տերոջ Հիսուսի հայտնությունով իրականության մեջ շնորհքի քեդերը կամ աղբյուրները հորտեցան Քրիստոսի հայտնութենեն անոր մարմնացումեն եւ փրկագործությունը ավարտելեն յետ Աստուծո լիարատ շնորհքը բոլոր մարդոց ոչ թե միայն երևցավ, այլ նաև հասանելի եղավ, հասավ բոլորին, անխդիր բոլորին,
բոլոր մարդոց վրա, որբեսի ոչ մեկը ծարավության գարոդը չունենա։ Այս չոր անաբադի մեջ ոչ մեկուն հոգին սովամա չմերնի։ Ամեն մարդ խմե, ջաշագե և գադարյալ հագեցում գտնե։ Շնորհքի վրա շնորհք, ինչպես կարդացինք։ Ինչ խորունկ փառմն է շնորհքը և իմաստալից է Աստուծո շնորհքը։ Եվ սակայն շատերու կողմէ չի քննադատված և սխալ հասկացված։ Թեև Աստվածաշունչի մեջ կգարտանք փառավոր պայծառությամբ ցայտուն է Աստուծո լիարած շնորհքը։ Քրիստոսի խոսքերու մեջ հայտնի է։ Անոր գործերու մեջ կտեսնենք Աստուծո շնորհքը։ Եվ այսօր այդ մեկտեղ դակավին կգտնվին մարդիկ, որոնք կմերժեն այս շնորհքը, չեն քննադատել և միշտ կքնքադին, կողքեն իրենց վիճակեն։ Շնորհքի վրա շնորհք։ Միայն Քրիստոսի հայտնվելով է մեզի հասավ։ Այս շնորհքը Հիսուսով մեզի եկավ։ Ոչ Աբրահամի, ոչ Մովսեսի, ոչ Եղիայի, ոչ Դավիթի, ոչ Սամուելի, միակ անձը, որում միջոցով հայրը հաճեցավ շնորհքի վրա շնորհք, լիարար շնորհքը հայտնել Տեր Հիսուս Քրիստոսը։ Եվ այս առավոտ փափակս է խոսիլ ցեզի մեր մխիթարության համար, մեր հոգևոր շինության համար եւ վեր առնել այն օրհնությունները, որոնք շնորհքի վրա շնորհք եղան։ Քրիստոսի հայտնությունով, Քրիստոսի միջոցով այդ օրհնությունները արադորեն մեր վրա դեղացին։ Առաջին արդարությունը, արդարություն։ Հռոմայացված գիրքը ամբողջությամբ այս մասին կխոսի, թե մարդը ինչպես կրնա շնորհքով արդարանալ։ Երրորդ գլուխ 21-26 պիտի կարդամ, գսե առաքյալը, բայց հիմա առանց օրենքի, երբ հիմա, բայց հիմա ասելով ինչի գագնարգ է Հիսուսի քալուն, որ հիմա Հիսուս եկավ, Հիսուսի հայտնությունով, անոր աշխարհ քալովը, բայց հիմա առանց օրենքի Աստծո օրհնությունը հայտնված է օրենքեն եւ մարգարեներեն վկայված լալով։ Այս շնորհքը առաջ որ հայտնվի, օրենքի եւ մարգարեները վկայեցին, խոսեցան, այսինքն Աստուծո արդարությունը, որ Հիսուս Քրիստոսի հավատքեն է, անոր հավատալով է, ամեն հավատացողներու ու անոնց ամենու վրա գլակազի խտրություն չկա։ Բասնզի ամենը մեղքորձեցին եւ Աստծո փառքեն բացած են եւ անոր շնորհքով ծրիկ արդարանան Քրիստոս Հիսուսով եղած փրկությունով զոր առաջվնե սահմանեց Աստված քավությունը լալու անոր արյունին հավատալով Աստուծո երկայմտության ադենները առաջվնե կործված մեղքերուն թողություն տալով իր արդարությունը ցուցունելու համար այսինքն իր արդարությունը այս ժամանակի մեջ ցուցունելու համար որբեսի ինք արդարը լա եւ արդարացնե Հիսուսի հավատքեն եղողը այո Աստուծո արդարությունը այս արդարությունը Հիսուսով հայտնի եղավ Աստուծո արդարությունը ինչպես ասված մարդուն գարթարացնե եթե գիշեք ասկե մի քանի գիրագիներ առաջ խոսեցանք ինչպես մարդը Աստուծո առջև գարթարանա այս ցևը ասված այնպես մգարկացած է որ Հիսուսով ըլլա Հիսուսի գադարած փրկակորձության հավատալով այս արդարությունը ցև գծիկենք ասված այս ցևը գարկացած է ոչ թե օրենքով ոչ թե ուրիշ ցևերով հաբա Հիսուսի փրկակորձության հավատալով եւ երբ որ մեկը Աստուծո գարկացած ցևը ընդունի Աստված գարթարացնե մեղավորին եւ անոր արդարացնելով ինք արդար գլա այդպես ընելով Աստված գարթարանա
արդար կորց մգադարած կլա, բայց մարդուն դժվարություն ան է, որ չընդունիր Աստուծո շնորհքը, այս ծրի արդարությունը, և գուզե իր կործերուն վրա վստահելով, Աստուծո առջև երթա ներգայանա և ասե, ահա ես հոսեմ այս ծրի այնրը, ուրեմն հիմա տուն զիս պետք է արդարացնես, բայց ոչ, շնորհքը, ուրեմն արդարություն բերան։ Երկրորդը, 7 գետեր պիտի իշեմ, որոնք մեր հոգիները գհրջվեցնե, գուրախացնե, գմխիթարե, մեր հավատքը գամրաբնթե, որ շնորհքը ինչ ըսկանչելի օրհնություններ բերան։ Ուրեմն արդարություն, երկրորդը Աստուծո քաղցրությունը ու մարդասիրությունը։ Դիդոսի մեջ կգարտանք, հոն առաքյալը գսե, բայց երբ մեր փրկիչ Աստուծոյի քաղցրությունը ու մարդասիրությունը հայտնվեցավ, ոչ թե արդարության կորձերը զորոք մենք ըրինք, հաբա իր ողորմությանը համեմատ մեզ փրկեց, նորեն ծնանելու ավազանին միջոցով ու Սուրբ Հոգի նորոգելով։ Աստուծո քաղցրությունը ու մարդասիրությունը։ Ինչ գեղեցիկ բառ մնե մարդասեր բառ եւ հայերենի մեջ ալ բնակիրին պես ջոխ է։ Մի քանի իմաստներ ունի։ Գնշանագե մարդկային ցեղին հանդեպ սեր։ Աստված գսիրե։ Աստված այնպես սիրեց աշխարհը, մինչև իր միածին որդին տվավ, Հիսուսով սիրեց մարդկային ցեղին հանդեպ սեր ունի Աստված։ Երկրորդ կնշանակե մարդկային ցեղին բարերար, մարդասեր այս կնշանակե բարերար է, բարի կորց կատարող, մարդասեր կնշանակե նվիրատու եւ Աստված տվավ ամենամեծ նվերը տվավ Հիսուսը, որ մենք երկու ամիսեն պիտի հիշադակենք, Հիսուսը տվավ մարդասերը Աստված, բարի ծրագիրներ ունյան, Աստուծո բարի գործերը չենք կրնար թվել, նաև կնշանակե ընկերասեր, կնշանակե քթած, կնշանակե քուրքուրանք, խնամք դանիլ, այս բոլորը Քրիստոսով հայտնվեցավ, իրապես շնորհքի վրա շնորհ ստացան, լիարատ շնորհ։ Երրորդ Աստուծո խոսքը, Աստծո խոսքի միջոցով Դիդոսի մեջ կգարտանք, Դիդոս 1:2-3 Հավիդենական կյանքի հույսովը զորինք անսուդն Աստված խոստացավ հավիդենական թարերն առաջ, բայց իր խոսքը իր ժամանակին հայտնեց քարոզությունով, որ ինձի հանձնվեցավ մեր փրկիչ Աստուծոյին հրամանովը, բայց իր խոսքը իր ժամանակին հայտնեց։ Աստված շատ մասերով, շատ կերպերով խոսեցավ, մարգարեներով, դադավորներով, հրաշներով իր քերբնական զորությունը հայտնեց, սակայն վերջին օրերը, 5 դագարանի վերջին օրերը, իր որդյովը խոսեցավ, խոսքը տվավ, խոսքի միջոցով Աստուծո միտքը կհասկանանք, Աստված իր միտքը հայտնեց խոսքի միջոցով, Հիսուսով, Աստուծո մտքի մեջ եղած հավիդենական կյանքը հայտնվեցավ Քրիստոսով, այդպես կարդացինք, այդպես կսե առաքյալը, հավիդենական կյանքի հույսովը զորինք անսուդն Աստված խոստացավ հավիդենական թարերեն առաջ, անոր մտքի մեջ գար այս, բայց երբ հայտնվեցավ Հիսուսով, շնորհքի վրա շնորհ արինք, նաև խորհուրդը եկեղեցին և Քրիստոսի մեգությունը, այս խորհուրդն շնորհքով մեզի եղավ, Հռոմայացված նամակի մեջ կգարտանք 11-րդ գլուխ 25-26 հոն գսե 11-25 վասնզ ես չեմ ուզեր եղբայրներ որ չգիտնաք այս խորհուրդը որբեսի ինքզինքնիդ
իմաստուն չսեբեք, որ ըստ մասին գուրություն եղավ Իսրայելի միջև հեթանոսներուն լրությունը մտնե։ Եվ Եփեսացվոս թուղթի մեջ գբացադրե լայն ծավալի վրա, թե ինչպես Աստուծո մտքի մեջ եղող խորհուրդը հայտնվեցավ եկեղեցին եւ Քրիստոս։ Քրիստոս քնուխն է եկեղեցին։ Հավատացյալները անոր մարմինն է եւ օրինակ կբերե ամուսնական օրինակ ինչպես դեր եւ դիգին իրարու հետ գմյանան Քրիստոս եւ եկեղեցին միացած են ինչ մեծ շնորհք է այս երանելի այն մարդը որ Քրիստոսի մարմինին անդամն է մեկ է Քրիստոսի հետ մեկ է հավատքը մեկ մգրդությունը մեկ Աստված մեկ գիտեք ինչու համար հոն մեկ գսե այսինքն 10 տեսակ հավատ չի գա մեկ տեսակ կա հավատ ճշմարիտ հավատ մգրդություն 10 տեսակ մգրդություններ չի գան մեկ մգրդություն Քրիստոսի մարմինին միանալ մխրջավիլ մենք ամենս կսե մեկ հոգիով մեկ մարմին ըլլալու մգրդվեցանք մգրդություն բանի մեջ սուզվիլ կնշանակե այն օրը երբ մեղավորը Տեր Հիսուսը գտնի Սուրբ Հոգին Քրիստոսի մարմինի մեջ կմիացնե անոր իրապես շնորհքի վրա շնորհք դարձյալ կյանքը հավիտենական կյանքը առաջին Հովաննու թուղթը ըսկանչելի կերպով գխոսի այս ուղղությամբ գսե արաքյալը Գենաց բանին վրայով որը սկիզբեն էր որու համար լսեցինք զոր մեր աչքերով տեսանք որու նայեցանք ու մեր ցերքերը շոշափեցին եւ կյանքը հայտնվեցավ ու տեսանք եւ գվգայենք ու ցեզի կպատմենք այն հավիտենական կյանքը որ հորը քովեր ու մեզի հայտնվեցավ հավիտենական կյանքը հորը քովեր Հիսուսի գագնարկ է հավիտենական կյանք գա քանի որ մարդը հավիտենական հոգի ունի հավիտենական կյանք պետք է լա հավիտենական կյանքը մեր այս ֆիզիկական մարմիններուն համար չէ այս մարմինը հող փոշի բիտարնա Ուրգի արնվեցավ, սակայն Աստուծո բատկերով ստեղծված հոգին հավիտյան գաբրի։ Եվ որովհետև այդ հոգին մերավ, Հիսուս գենաց խոսքը մարմին արավ, որովհետև մեր հոգին գենթանանալով անոր շնորհքով, խոսքին միջոցով հավիտյան ապրի Աստուծո հետ։ Լիարատ շնորհք, շնորհքի վրա շնորհք։ Տեր Հիսուս աշխարհ եկավ մեր հոգիներուն փրկության համար։ 6-րդ սեր շնորհքի վրա շնորհք։ Աստուծո սերը զարմանալի է մեղավոր մարդոց հանդեպ։ Իրապես զարմանալի է։ Արաքյալը գսե առաջին Հովաննու նամակի մեջ 9-10 Այս բանի մեջ Աստուծո սերը մեր վրա հայտնի եղավ, որ Աստված իր միածին որդին աշխարհ ղրգեց, որպեսզի անոր միջոցով ապրենք։ Այս բանի մեջ է սերը, որ ոչ թե մենք սիրեցինք Աստված, հապա որ անիգա մեզ սիրեց, ու իր որդին ղրգեց մեր մեղքերուն քավություն ըլլալ։ Լիարած շնորհք, շնորհքի վրա շնորհք։ Կտեսնեք մեր վրա գսե, մեր վրա փար, հայտնի եղավ մեր վրա և գսե ղրգեց, դվավ, որոնց համար դվավ, փարի մարդոց, որոնք շարունակ թութակի պես գսեն, իմ սիրտը շատ փարի է, անոնց համար դվավ, ան որ դվավ իր միածին որդին, Ան ըսավ, մարդուն սիրտը չար է ու ամեն բան է ավելի խաբեպա։
Զայս ըմբռնես կամ ոչ, հավատաս կամ ոչ։ Ան ըսավ։ Եվ ան ղրգեց իր որդին դվավ այսպեսի մարդոց համար։ Ուրեմն, անոնք, որոնք գենթունին, թե իրենք չար ու խապեպասիր դունին, անոնց համար է որդին։ Բայց եթե ասես, չէ, իմ սիրտը շատ բարի է, քեզի համար չէ, ղրգեց, դվավ, մեղավորներուն դվավ, այո, շնորհքի վրա շնորհք։ Հարցը, որքանով մենք ինչպես կուտանք, ինչ որ անգեգ արնենք, իրականության մեջ, ինչ որ Աստուծո կուտանք մենք, անգեգ ստանանք, ինչ որ կուտաս, ինչ կուտաս, առողջություն ունիս, միտքդ, խելքդ դեղն է, կշարժիս, գերտաս, կուկաս, եթե փամբը դաս, փամբը ընես, իր շնորհքին կբարդիս։ Եթե անգոյնի մեջ բարգիս, փամբը չես կրնարը։ Իր շնորհքին կբարդիս։ Եթե նյութական կամ հոգևոր մտային դաղատներ ունիս, ընդունակություններ ունիս հատուկ եւ գրնաս մարդոց օգտակար դառնալ, դալ այդ ունեցածդ քեզ մեջ է ասված տված է։ Նյութական բարիգեցիկ վիճակ ունիս, նյութաբես արադության մեջ կաբրիս եւ եթե փամը գնես ուրիշներուն գոկնես նյութաբես իրեն կբարդիս, անոր կբարդիս, շնորհքի վրա շնորհք։ Եթե ասված Աստուծո գսիրենք սեր ունենք առասված, անոր համար է, որտև ան առաջ մեզ սիրեց։ Մենք զանիկա գսիրենք, որտև ան առաջ մեզ սիրեց։ Ուրեմն, քիտագից դառնանք, որ բարդական ենք անոր սիրուն, եւ ինչ որ գնենք առաքյալ գսե, ըսեք, որ մենք անարժան ծառաներ ենք, անարժան։ 7-րդ եւ վերջին շնորհքը, շնորհքի վրա շնորհք։ Քանզի Աստծո փրկարար շնորհքը բոլոր մարդոց երևցավ, Տիտոս 2:11։ Այո, այս բոլոր օրդությունները զոր հիշեցի Քրիստոսով հայտնվեցավ։ Մեկ անգամ եկավ, բادرակվեցավ եւ այս հիշած շնորհներս շատ քիչ է, որ մեզի հայտնվեցավ։ Եբրայեցոս թուղթին հեղինակը գսե 9:26 9:26 Ապա թե ոչ պետք էր իրեն աշխարհի սկիզբեն հետը շատ անգամ չարչարվի, բայց հիմա մեկ անգամ դարերուն վերջը իր անձին բادرակովը հայտնվեցավ մեղքը մեկտի ցկելու համար։ Հայտնվեցավ Հիսուս, որովհետեւ մեղքը մեկտի թողե։ Փառք ուտանք եւ գիտենք, որ անիգա անոր համար հայտնվեցավ, որ մեր մեղքերը վերցնե ու իր մեջ մեղ չգագսե Հովանու նամակի մեջ 3:5 ան հայտնվեցավ, որբեսի սատանային կորձերը քագե շնորհքի վրա շնորհք ասոնք շնորհքի կետեր չեն, որ արադորեն մենք գվայելենք այս չար աշխարհի մեջ որքան փառք պետք է տանք, որքան անոր լիարատ շնորհքեն է, որ մենք բոլորը շնորհքի վրա շնորհք ստացանք։ Այս մեծ եւ փառավոր օրհնությունները արադորեն մեզի դրվեցան Քրիստոսի միջոցով։ Այսօր փոխարեն մենք միայն մեր աղդոտ սիրտը դնենք։ Հասկացած ես գտնունիս այս, մի խորիր, որ այն օրը, որ ապաշխարեցիր դերոջ եկար, այդ տեսակ ապաշխարությունը ընդունելի չէ նախ։ Ասիր նայրով ասված ես բարի սիրտ ունիմ, քեզի գուտամ։ Գիտես ես այս եմ, այն եմ, շատ լավ հատկություններով օժտված, մարդիկ զիս կքովեն, ուրեմն կհրավիրեմ քեզ սրտիս մեջ։
այդ անձը եղած տեղը կմնա։ Մարդը միայն իր աղդոտ սիրտը կուտա եւ Աստված գտնունի այդ աղդոտ սիրտը։ Շնորհքի վրա շնորհ, լիարած շնորհ։ Մարդիկ չեն ընդունի, բայց Աստված գտնունի։ Եվ Դերը մաքրեց մեզ եւ իր արյունովը ձախու արավ։ Քրիստոս մեզ ձախու արավ։ Գաղատացիս 3-րդ գլուխի մեջ։ Ձախու արավ գսե հայերենը, հունարեն բնակիրը էքսագորազես գսե։ Էքսագորազես գնշանագե աղդոտ փամը գարնեմ, գլվամ, գմակրեմ եւ իմս գնեմ։ Այսրավ Հիսուսով այսրավ աղդոտ մարդուն արավ մակրեց լված իր արյունով եւ ասավ թուն իմս ես լիարած շնորհքի վրա շնորհ եւ անոր լեցունութենե մենք ամենս շնորհ կարինք շնորհքի վրա Եկեք այս հարավոտ մեր ուխտերը նորոգենք, ասենք ով դեր, ես այլևս պիտի չկանքադիմ, այս օրհնություններուն համար քեզի փառք պիտի դամ, եւ ուզեմ քու ցերկերուտ մեջ լալ դևական, արժանի ես, եթե քու շնորհքը չլար, մենք գործված պիտի լայն, ինչպես երգը գսե, եթե դերոջ շնորհքը չլար, գործված պիտի լայն, մեր հոգին գործված պիտի մնա Ուրեմն քոհունակ սիրտով անոր հետ քալենք եւ միշտ պատրաստ լանք անոր գամքը գադարել դերը ցեզ արադաբես օրհնե իր փառքին համար ամեն Անգամ եւս Աստծո որքան փառք տալու ենք որ մեղքի պատճառով մենք թադաբարդության արժանի էինք, սակայն իր շնորհքին միջոցով մեղքերու թողություն ստացանք եւ թադաբարդութենե ազատեցանք։ Դերը մեզ ամեն մեկը այդ երախտագիտության հոգիով լեցնե շնորհքի սիրուն հանդեպ։ Բիդի վերջացնենք երգելով 327-րդ երգը որուն վերջին դունը ոտքի եւ հովիվին աղոթքով պիտի փակենք։ Հիանալի շնորհք մեր Աստծուն։ Շնորհք, որ գներե
ես խաչենգը հոսիկետ նարյան, որ ծյունեն ջերմակ ըսկես գնեմ, շնորք, շնորք, մեծ շնորք, շնորք, որ գներել ու գմակրե, շնորք, շնորք, մեծ շնորք, շնորք, որ մեղքեն ավելի մեծ է, շնորք անհունան նման Zor garnetsri, ով որ հավատա, Թում որ գփափակիս տեսնել զայն, Ընդունե անոր շնորհ ճիշտ իման, Շնորհ, շնորհ, մեծ շնորհ, Շնորհ, որ գներե ու գմակրե, Շնորհ, Դեր Հիսուս փառք ուտանք Հարքեստեր, ու մեծ շնորհքիդ համար գխոնարի քու արչևը դով դեր այո եթե դու շնորհք չնեիր մենք հավիդյան գործված բիդլայինք փառք ուտանք որ քու շնորհքդ մեր մեղքերը շատ ավելի մեծ է փառք ուտանք դեր շնորհակալ ենք ամեն բանի համար եւ Գիտագից ենք, որ ինչ որ ունենք, քեզի գբարդինք, քու շնորհքիդ, քեզ մեզ ստացած ենք, օգնե մեզի, որ մենք ալ փոխարինենք մեր սերը, վարմունքով, խոսքով, գործով, կյանքով ցույց տանք այս մեծ շնորհքը, որ մեզի հասավ։ Խոսքդ գնքես մեր սրդերու մեջ, եւ դեր օգնե մեզի, որ մեր կյանքերը քու ուզած տեղը դլան։ Փառքիդ համար գխնդրենք։ Ամեն։ Ամեն։